Պարոն Դանելյան, կարծում եմ, որ պետական մարմնի օպերատիվ եւ հետեւողական արձագանքը պիտի կապ չունենա այն փաստի հետ, թե ով է դիմողը, դա պետական մարմնի պարտավորությունն է, հետեւաբար ձեր ենթատեքստը ուղղակի հասկանալի չի ինձ, ինչ վերաբերում է դպրոցների շուրջ աշխատանքին, կառավարության զեկույցը հրապարակվեց այս տարի, մենք հատուկ այս տարի ընդգրկել էինք նաև այդ ցուցանիշը, որպեսզի պարզ դառնա, որ մենք ոչ միայն աշխատում ենք 300 դպրոցների ուղղությամբ, այլ մեր ուշադրությունը բոլոր դպրոցների ուղղությամբ է եւ զեկույցը, որ բացեք, այնտեղ մի ցուցանիշ կա գրված, որ մենք նախորդ տարի շուրջ 500 դպրոցում 800 միլիոն դրամի չափով աշխատանքներ ենք արել եւ սա ցույց է տալիս, մենք ունենք 1400 դպրոց Եվ սա ցույց է տալիս, որ մեր դպրոցական համակարգի գերակշիռ մեծամասնությունը նախորդ տարի պետական աջակցություն է ունեցել կապիտալ որևէ խնդիր լուծելու։ Իհարկե այն դպրոցները, որոնք որ դպրոցաշինության ծրագրում են, այդտեղ մենք անում ենք ամբողջական աշխատանք, բայց բոլոր մյուս դպրոցներն էլ մեր ուշադրության տակ են, եւ ես պատասխանելով նախորդ հարցին նշեցի, որ հատուկ մեխանիզմ ունենք արագ արձագանքման ֆոնդ։ Եթե որևէ դպրոց ունի հրատապ կարիք, հիմա օրինակ վերջին օրերին այդ տեղի ունեցած քամու եւ պտտահողմի պատճառով ապարանում 3 դպրոց ունենք, որոնց տանիքները վնասվել են։ Բնականաբար այդ տանիքների ուղղությամբ հատկացումներ են արվելու եւ այդ խնդիրները լուծվելու են։ Մենք ամեն նման դեպքից հետո երևի պիտի գանք եւ ասենք, այ գիտեք, ապարանի այս դպրոցի տանիքը նորոգեցինք, բայց մենք գերադասում ենք այդ աշխատանքը անել, մարդիկ գնան եւ այդ պայմաններում իրենց աշխատանքն ու կրթությունը իրականացնեն, ոչ թե ամեն օր տարփողենք այն աշխատանքի մասին, որը մեր գործի մասն է։ Ինչ վերաբերում է ագրարային համալսարանին, ես կարծես հենց իմ խոսքի մեջ նշեցի, որ Բարձրագույն կրթության համակարգում գերակա ուղղություններով կրթաթոշակ ենք դրել եւ նախորդ տարի այդ ուղղություններով գերակա մասնագիտություններով 220 ուսանող է ընդունվել ագրարային համալսարան։ Ամսական 70,000 դրամ կրթաթոշակ են ստանում երկրորդ տարվանից սկսած իհարկե առաջադիմության շեմի գործադրմամբ։ Մենք ագրարային համալսարանում միանգամից մի քանի ծրագրեր ենք մեկնարկել, այդ թվում մասնավորի հետ համագործակցությամբ ֆրանսիական կողմի հետ ենք սերտորեն աշխատում Եվ հիմա ֆրանսիական հեղինակավոր բուհի հետ նաև ագրարային համալսարանի ուրեմն համատեղ գործակցության ծրագրով ենք առաջ գնում, որը թույլ է տալու, որ միջազգային մրցունակ մակարդակի ուրեմն գյուղատնտեսության մասնագետներ ունենանք, բայց ես նաև ձեզ մի բան պիտի ասեմ։ Ագրարային ոլորտի մասնագետները միայն բուհական կրթությամբ չէ, որ պիտի լինեն։ Եվ քոլեջային կրթության այն ցուցանիշները, որ ես նշեցի, 15,000 ուսանողներ, որոնք ընդունվել են անցյալ տարի։ Եվ այստեղ էլ 50,000 դրամ կրթաթոշակը գործում է նաև գյուղատնտեսության ուղղությամբ եւ մենք այնտեղ անգամներով աճ ունենք երեխաների թվի, որոնք ընդունվում են սովորելու են մասնագիտությունները, որոնք հետագայում կարող են կիրառել։ Եվ այսօր էլ ունենք իրավիճակ, որ ագրարային համալսարանի շրջանավարտները ուսումնառության ընթացքում աշխատանքի են անցնում։